Սկզբից ֆիզիկապես պետքա սովորել ճախրել դրոնով։ Հարգելի պապի, կարա մնես պրոմպտ տամ, որ Ի վերջո այդ թռչող սարքը գցելու է մեկի գլխին։ ինտեգրվում է ինչ-որ ձևով մեր երկրի պաշտպանության ոնց որ հնարավորությունների մեջ։ Պատերազմները հաղթվում են եւ պարտվում են մտածողությունից։ Ես չի ուզենա Արմանը իր դրոնը ասես բերի նկարի։ Presto porcionai contra tutto magic veres։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասն է, շնորհակալություն բաժանորդագրվելու, լայքելու, մեզ դիտելու եւ լսելու ոդկասթային հարթակներում համար։ Այսօր մեր հյուրն է մեր շատ վաղեմի լավ ընկեր Արման Սուլեյմանյանը, ով շատերին հայտնի է որպես լրագրող, բայց այժմ նաեւ Վիշապ Դրոն Ակադեմիայի տնօրենն է, ու Արմանը որ եկավ, ասես մի հատ շատ կոնկրետ հայտարարություն արեց, որը չափազանց հստակ էր, ասեց Հայաստանում պետք է ամեն ինչ թողնել ու զբաղվել կրթությամբ։ Էդ ինչ բաներ, էդ ինչ նորություններ։ Հələ բարձաբանի, այդ ոնց մենք ամեն ինչ թողնենք։ Հա, ամեն ինչ պետք է թողնել, տղաներ, դուք իմ վաղեմի ընկերներն եք, ամոթել է հիշել, քանի տարի ենք իրար ճանաչում։ Ինչից էլ որ դուք ոդքասթ եք անում, վաղ թե ուշ մի քանի րոպե անց անցնում եք խնդիրների։ Հետո խրվում եք այդ խնդիրների մեջ, փորձում եք այդ խնդիրները լուծել, հետո մեղավորներ փնտրել ու սկսում եք այդ փակ շղթայի մեջ եք ընկնում, ինչպես սկյուրիկը, ու չեք կարողանում դուրս գալ։ Մինչդեռ պատասխանը շատ պարզ է, Հայաստանի բոլոր խնդիրները, բոլոր ցանկացած խնդիր կարող եք բարձրաձայնել եւ ես ասեմ եւ ապացուցեմ, որ դրա հիմնակարը կրթության եւ դաստիարակության պակասն է կամ բացակայությունն է։ Ինչով ենք զբաղվում մենք, հա, Վիշապ Դրոն Ակադեմիա։ Հայաստանում կա ֆորմալ կրթություն։ Այսօր հավաքվել ենք ճիշտը խոսելու, չէ՞։ Դավայ։ Ասա։ Ինչ է անում ֆորմալ կրթությունը։ Հավաքագրում է X ուսանողների, փակում է այդ շղթան եւ սկսում է ինչ-որ բան կրթել։ Ծնողները սուսուփուս տալիս են այդ գումարը 600,000, 800,000, միլիոն 200,000 կարևոր չի, եւ նրանք բոլորը միասին եւ ուրախ գնում են դեպի ավարտական դիպլոմ։ Որով նրանք գալիս են ձեր պես ու իմ պես բիզնեսմենների մոտ ու ասում են՝ «Այ տեսեք, ես ավարտել եմ այս ինչ համալսարանը», որից հետո դե պարզ հարցեր է ալնում։ Տեքստ կարող ես գրել։ Գիտես։ Տեքստ կարող ես գրել, այսինքն պարզ նախադասություն բաղկացած երկու մասից, որտեղ ստորոգյալն է, Այդ մարդը նաեւ ասում է, հարգելի պապի, կարա մնես պրոմպտ տամ, որ տեքստ կգրի։ Շատ լավ է, բայց դուք ստեղծագործ տղաներ եք եւ դուք հոյակապ գիտեք, որ այդ ստեղծագործելը հենց այնպես օթից չի գալի, այսինքն եթե մեջքիդ ետևում չկա մի շարք հետաքրքիր ու կարևոր գրքեր, ապա չկա ստեղծագործելու ունակություն, եւ որը ամենասարսափելին է եւ համացանցում ամեն օր դիտում ենք, կա կրկնվելու վտանգ, հա, այն որ դու տեսել ես մորքուրիդ աղջկա Instagram-ում այդ story-ին եւ սահմանափակվում ես այդ story-ով, ես էլ մի հատ դրանից անեմ, քանի որ ուղեղը առհասարակ չի գեներացնում նոր բան, իսկ ինչու՞ չի գեներացնում, որովհետեւ դու ոչ մի բան չես կարդացել քո կյանքում եւ կյանքի փորձ չունես, այդտեղ արդեն լուրջ խնդիրներ են։ Ինքն ասում է սերիալներ եմ նայել։ Այն որ ժամանակակից երիտասարդները կարող են արդարանալ ցանկացած խնդրի պարագայում, ես չէ որ պետք է ձեզ ասեմ, բայց սերիալներն է գրել են արդեն գիրք կարդացած մարդիկ։ Օրինակ մեկ։ Չէ, ունենք լրջագույն խնդիր, Վիշապ Դրոն Ակադեմիայի ուսանողները 12 տարեկանից մինչև 80 տարեկան մարդիկ են, այսինքն այո, 80 տարեկան։ Սորմա դրոն քշե։ Այո, 1000 համար։ Շատ լավ հարց է, որովհետև կա մի հատ sense պարզ բան, մարդը կարդում է եւ հասկանում է, որ տարիքի հետ, եթե չի ուզում դիմենցիա կամ Alzheimer ունենա, պետքա նոր սկիլեր ունենա, նոր փափուկ հմտություններ։ Իսկ դրոնը դա հերթական նոր հմտությունն է։ Հիմա եկեք հասկանանք ինչու է կարևոր իմանալ թռնել։ Հա, առաջիած։ Բացի այն, որ ինքը հավես է։ Mission statement-ը, հա։ Մոտեցանք ինչով եք դուք զբաղվում վերջապես։ Մոտեցանք։ Տեսեք, մենք սաղ կյանք շարժվում ենք X, Y տիրույթում։ Այսինքն գետնի վրա ենք շարժվում։ Այս Z-ը ինքը մենակ դրոնի մոտ է։ Եվ ցանկացած մարդ, ով նստում է սիմուլյատորի առջև, որ փորձի թռնի, իր մոտ բնականաբար չի ստացվում եւ ինքը քրեշ է ալնում։ Այսինքն դրոնը պետք է նրա համար, որպեսզի նոր նեյրոնային համակարգեր ստեղծվեն ուղեղում եւ հայերեն հոյակապ արտահայտություն կա, մտքի թռիչք։ Այ որպեսզի միտքդ սկսի ճախրել, սկզբից ֆիզիկապես պետքա սովորել ճախրել դրոնով։ Մենք հիմնականում սովորեցնում ենք FPV drone, first person view ակնոցներով, հա, երբ որ ուղեղդ բուկվալն այնտեղ 3 վայրկյան հետո մտնում է ATS-ի մեջ,
ու դու վերջ, դու արծիվ ես։ Ու այդ ճախրանքի ընթացքում անընդհատ ինչ-որ ստեղծագործելու ցանկություն եւ հնարավորություն ա ծնվում, որովհետեւ դպրոցը ոչ միայն թռնել է սովորեցնում, այլ նաեւ ինժեներիա, էլեկտրոնիկա, աերոդինամիկա, այսինքն այդ ամեն ինչը ստեղծել են հայերեն ասած շուրուփ քանդել ու հավաքել։ Հիմա ինչի է դա կարևոր։ Տեսեք, այսօրվա երիտասարդությունը ունի երկու հիմնական խնդիր՝ հիշողության բացարձակ կորուստ եւ երկրորդը կենտրոնացվածության բացակայություն։ Այսինքն դոֆամինա կախվածությունը հասել է այն մակարդակի, որ այսօր մինչև 20 տարեկան որևէ երիտասարդի ստիպել, որ ինքը կենտրոնանա այս բաժակի վրա կես ժամ ինչ-որ բան մտածի, ինչ-որ լույս գցի, ինչպես ձեր օպերատորն է անում, ինչ-որ գեղեցկություն գտնի, բացառվում է, այսինքն մաքսիմում 3-5 վայրկյան։ Եվ հիմա արդեն բոլոր հետազոտությունները խոսում են նրա մասին, որ մինչալից համաշխարհային խնդիր է, համաշխարհային դեգրադացիան տանում է դրան, որ երիտասարդները դառնում են պարզապես նյութապաշտ շոպոգոլիկներ, ապրում են համընթաց կյանք, այսինքն ինքնահոս են եւ ընդհանրապես հիմա ուշադիր եղեք, նշում եմ ամենակարևոր խնդրեմը, որը ունենք մենք, չունեն նպատակներ։ Այսինքն երբ որ դու իրենց նստեցնում ես ձեր տեղը բազմոցին եւ ասում ես սիրելի երիտասարդ, ինչ ես ուզում, ոնց թե ինչ եմ ուզում, մեքենա եմ ուզում, տուն եմ ուզում, գեղեցիկ ընկերուհի եմ ուզում, то есть այս ձևակերպումը կա, հետո գալիս է երկրորդ դաժան հարցը։ Իսկ դու time management-ը գիտես ինչ է, իսկ դու կարգապահություն բառը լսել ես, իսկ դու գիտես ինչպես են նպատակներին հասնում, հա? Ու սենց սկսում ես թեթև ինչ-որ պատմական էքսկուրսներ անել, հա, ասում ես, այ օրինակ, դու գիտես, որ 334 թվին մակեդոնացին, երբ որ հասկացավ, որ զորքը արդեն անքան է հղպած է, որ Թալանը ուզում է տանի տուն, կնոջը եւ երեխաներին տա, ինչ է անում, ասում է, ինչ է անում, ասում եմ, նավերայրում է։ Եվ մոտիվացնում է զորքին եւս մի քանի հազար կիլոմետր գնալ եւ նվաճել նոր երկրներ, որից հետո 1100 տարի անց նույնը անում է Կորտեսը, հա, նավերը այրում է եւ մոտիվացիան բարձրանում է։ Ոստեղ սենց ոնց տես բաներ կա այս կյանքում ու փոխանակ առաջ գնաս, սկսում ես քիչ հետ գնալ, խնդիրը նույնիսկ ես ձեզ անկեղծ ասեմ, երեխաների ցրվածությունը չի, այլ նրանց ծնողների ոչ լուրջ վերաբերմունքը առհասարակ դաստիարակությանն է, ձեր երեխաները դեռ փոքր են, դուք դեռ շատ երջանիկ հայրեր եք, բայց ես ձեզ հավատացնում եմ, ձեր խնդիրները 13+-ից սկսելու է լրջակ։ Խնդիրը հիմա կա։ Հա, արդեն կա։ Ուրեմն չկա շրջապատ, որտեղ երեխան կարող է շփվել եւ իրեն լիարժեք զգալ։ Չկա շրջապատ այն ասма ծնողը երկու խնդիր ունի, հա, ինչպես ճիշտ դաստիարակել երեխային եւ հետո որտեղից գտնել դաստիարակված հասարակություն այդ երեխայի համար։ Հիմա, այսինքն շրջապատում եւ համացանցում ամեն ինչ արագ է, հա, ինչ որ մի հատ բլոգեր, հա, բարև ձեզ, ես տեղ անում եմ կապիկություններ եւ հաստատում եմ այսքան եվրո, վերջ։ Այսինքն պատեռնը կոտրվեց, երեխան ասում է, բայց ինչ իմաստ ունի ընդհանրապես կրթություն ստանալ։ Ինչ իմաստ ունի սպորտով զբաղվել, հա, Նարեկ Մարգարյանը կատարյալ հիմար, այս տարիքում խի ա գնում բազում, չէ՞։ Բայց մենք դա հո հասկանում ենք հին բձեքս, որ սպորտը դա հարգալից վերաբերմունք է սեփական տանը, տունը դա մարմինն է, միակ տունն է, որը քեզնից չի կարա ներկա իշխանությունը խլի։ Եվ եթե դու այդ տանը վատ ես վերաբերվում, հա, այսինքն մկանները թեր զարգացած են, ճնշումը տանտատ բարձրանում է, դա կադաստրի թղթով չէ, դա փաստացի է։ Հա, եթե այդ տանը վատ ես վերաբերվում, ապա ոնց կարող է քո մյուս գործերը լավ լինեն։ Ոնց կարող ես դու գրագետ նպատակ ու սովորացնում ենք ձևը ոնց դրան հասնել, որովհետև սպորտը հենց դա է, ուզում ես մարաթոնը 4 ժամ վազես կամ 3։ Բինգո, մենք արդեն դպրոց չենք ընդունում երեխաներին, ովքեր ընդհանրապես սպորտով չեն զբաղվում։ Այսինքն, եթե 10 աշակերտից 7-ը մաղվում է, որովհետև չի կարող կենտրոնանալ, հիշողություն չունի, հավես չունի, բայց ինչի անի, եթե սենց անի ծնողը կառնի եւ այլն, այդ սաղ նկատվում է, այդ սաղ քննարկվում է դպրոցի ներսում։ Ես փաստացի ունեցել եմ օրինակ, երբ որ աշակերտը, որը ուղակի չէր կարող կենտրոնանալ ոչ մի բանի վրա, ասի պապա այդ համարը տուր, զանգարեցի պապային, ասի կներեք, ինչ որ մեկը դա ձեզ պետք է ասի, դուք նկատել եք, որ ձեր երեխան բադրջան է։ Ասում է, հա, երկրորդ հարցս, շատ է խաղում 24/7։ Հեռախոս, թե մենակ համակարգիչ, երկուսն է, Roblox, Minecraft, հա,
ասում եմ, բայ մենք հիմա ինչ ենք անելու։ Պատասխանը իսկապես անսպասելի էր, ասում եմ, դե ես հայրն եմ, չեմ կարա վրան ազդեմ։ Դու դպրոցի տնօրեն ես, մի բան արա, ասի, oh no, please, հեռացրել եմ։ Ուղղակի հեռացրել եմ, որովհետև ես չեմ կարա թռչող սարք վստահել մի երիտասարդի, ով անպատասխանատու է, անկարգապահ է, նպատակներ չունի եւ ի վերջո այդ թռչող սարքը գցելու է մեկի գլխին, որը վտանգավոր է նաեւ։ Այս իմաստով ոչ ֆորմալ կրթությունը մի քանի հստակ առավելություններ ունի։ Առավելություն համար 1. Մենք չենք անում սա փողի համար, այսինքն այն հանգամանքը, որ մեզ վճարում են, չի նշանակում, որ մենք փակելու ենք աչքերը պարզ հասարակ եւ մեզ համար սկզբունքային բաների վրա՝ կարգապահություն, ուշադրություն, հիշողություն, ջանացավություն, որը արդեն բխում է այս 3-ը լինելուց, հա? Եվ շատ հաճախ մենք ունենք հավաքարար, բայց շատ հաճախ լաբը մաքրելուց ես կանչում եմ խումբը եւ իրենց հետ միասին պրտում ենք, որովհետեւ ես հասկացել եմ, որ գիտես Ճապոնիայի դպրոցում ես հասկացել եմ, որ մեր երեխաներին չեն սովորացրել դա։ Ճապոնիայի դպրոցներում լանչը որելնում է, երեխեքն են իրանք ուղակի պատրիբիցել են հասկանում, այս տունը, այս մեր 90-ականների սերունդը մենք շատ մեղավոր ենք, մենք որ այդ մութ ցուրտ եւ այլն ասում դե գոնե երեխեն իր սենյակը ունենա, իր ինտերնետը ունենա, բայց այստեղ մենք թաղում ենք մեր երեխեքին, որտեւ իրանք սկսում են չբարևել, իսկ կարա գա չբարևի, այն որ come on, քեզ չեն սովորացրել որ պետքա բարևել, հա, չեն կարող օգտվել զուգահանից, այսինքն չեն մտածում նրա մասին, որ ինձնից հետո մարդը, որ կմտնի միգուցե անակնկալի կգա, որ ես չեմ տիրապետում այս գործին։ Կացա դրոն քշելու, եթե այս գործը եւ մեր մոտ կարգախոս է ծվել, ով թռչում է զուգարանը, չի կարող թռչել օդում։ Զետը չկա։ Ընդ մենակ X-ն ու Y-ն է։ Սխալը, ուրեմն մենք չենք սովորացնում մեր երեխաներին սխալվել։ Դրոնը ինքնին, ասում է, всё, что летает, падает։ Այսինքն բնական է, որ եթե թռնում ես, ինչ որ մի բան կարանես չգնա եւ ինքը ընկնի։ Բայց ես նկատել եմ շատ լուրջ խնդիր է։ Իրանք որ գեյմինգով տարված են, դենտեղ ինչա, պրաբելը սխնում ես, backspace-ը, նոր կյանքա տալի շարունակում ես։ Երբ որ դուրս ես գալի դաշտ, ասում ես նայ դաշտ։ Անդառնալիություն։ Հա, то есть ինքը ընկավ, դպրոց $200 տուժում է, որտեվ 3 թևապտու տակ կջարդենք, մի հատ բատարեյկա եւ այլն, տեսախցիկ ու շատ իր բան ու այդ պահը ինքը շատ կարևոր պահ է, երբ որ ինքը թռնում է, դե հա, մեկը դղք։ Ու սենց ակնոցները սենց բարձրացնում եմ, հայացքս սենց ասում հասկացա, ինչ եղավ, բան, սենց ու զգում եմ իրան վատ ազգում, բայց իրան նաև չեն սովորեցրել ոնց դրա տակից դուրս գալ, հա։ То есть ինքը, ես չեմ ասում գումարը տա, բայց ինքը ասի, լավ, ես հիմա հասկացա իմ սխալը, ոնց կարամ ուղղվել, ինչ անեմ, որ այս սխալների տակից դուրս գամ։ Ու բոլոր խնդիրները, որը մենք ունենք քաղաքական դաշտում եւ ընդհանրապես տնտեսության մեջ, գալիս է նրանից, որ մենք սխալ ենք դաստիարակում մեր երեխաներին, այսինքն սխալ ենք ուղղորդում, հա։ Օրինակ, մրցաշար է։ Դրոններով պետքա ինչ-որ տարածքով թռնենք, հա։ Մասնակիցների 50%-ը պրոստը պապան առել է $1500 ակնոց ու դրոն եկել է մասնակցելու։ Պրոստը դուրս է գալի հրահանգիչ, ասում է, հարգելի մասնակիցներ, հիմա 200 միլիվատից վիդեոպերեդատչիկը իջնում ենք 20, որպեսզի չխլացնենք կողքի մասնակիցներին։ Հը՞, ոչ մեկ չգիտի դա ոնց անել։ Այսինքն մենք չենք ուզում հասկանալ թռչող սարքը ոնց է աշխատում։ Ինչ համակարգեր են, անվտանգությունը ինչից է կախված։ Ասենք ինձ զանգում են դրոնը կորցրել ենք, ասում են ոնց է եղել դեպքը։ Ասում է ակնոցս նստեց։ Ասում եմ, այսինքն տարբերակ, որ ոչ լիցքավորված ակնոցով պետք չի թռնել թռչող սարք, դուք չեք դիտարկել։ Հեսա դե չգիտեմ նստեց, ասում եմ իսկ fail safe, ասում եմ, այդ ի՞նչ է։ Ասում եմ, դա մի համակարգ է, որ երբ որ դրոնը կորցնում է կապը օդաչուի հետ, ինքը ավտոմատ վերադառնում է GPS-ով այն վայրը, որտեղից այդ ի՞նչ է։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Okay,
ես ուզում եմ տես պրակտիկ դաշտ վերադարձնեմ մեզ։ Սիրով։ Եվ այսպես դու դուրս եկար կուլտուրիզմից, գնացիր դրոնների դաշտ, պրոստը ուզում եմ ինչ-որ դասեի, բայց ուզում եմ հասկանամ FPV-ների մասին սկսեցինք խոսել։ FPV, first person view։ FPV, first, հա։ Նախ ուզում եմ հասկանամ դրա առավելությունները, որովհետև ես վերջի տարիներին զգացել եմ, որ FPV, իրենք կարևորություն են նոր ստացել, որովհետև եթե առաջ ուրիշ տեսակի դրոններն էին գերիշխում, տարբեր մարտական դաշտերում եւ այլն, հիմա ուկրաինական կոնֆլիկտին հետևելուց լուրին անընդհատ չէ, միայն FPV-ն է, այսինքն այս կողմը հարցակեց FPV-ը, այն մյուս դրոնները մի տեսակ կորել են ոնց որ տեսադաշտից, որն է առավելությունը խի FPV-ները այդքան կարևոր են։ Շատ հեշտ է պատասխան։ Այդ մի հարց ու մյուսը մի հատ մեր պաշտպանունակությանը անդրադառնանք, դա նաև ինտեգրվում է ինչ որ ձևով մեր երկրի պաշտպանության ոնց որ հնարավորությունների մեջ, թե դա սիրողական այլ դիրքեր զարգացնելու սաները ինչ ուղղակի մտքի թռիչ զարգացնելու համար է, լավ շահադրություն գրելու համար հետո։ Շատ հոյակապ հարցեր է, Էդ եմ, դրանց համար եմ ստեղ։ էդ եմ։ Ուրեմն տես, ինչ առավելություններ ունի FPV-ն DJI դրոնի նկատմամբ։ DJI դրոնները արտադրվում են Չինաստանում, 60% շուկան Բացի էլի DJI-ը ախորպես։ DJI-ը այն ավտոմատ դրոնն է, այն որ դու ստիքերը բացես թողում, ինքը կախված մնում է։ Հա, FPV-ն մի վայրկյան ստիքերը թողեցիր ընկնում է։ Full control է, full adrenaline, full control։ Տարբերությունը որն է։ Վերջերս ԱՄՆ-ն արգելել է DJI դրոնները չինական, որովհետև ասում է դուք լրտեսում եք։ Նրանք էլ արգելել են Tesla-ն, որովհետև Tesla-ն 360 նկարում ասես տեխնոլոգիական պատերազմներ են գնում։ Հիմա ինչ առավելություններ ունի FPV-ն DJI Չինաստանը արգելել է Տեսլան։ Շանխայում արդեն դրա մասին խոսում են։ Դե սա տնտեսական տեխնոլոգիական պատերազմներ են իրականում։ DJI-ը ինքը կախվածություն ունի արբանյակներից։ Պատերազմի ժամանակ, երբ որ դու դրոնը գցում ես ուղակի կախվածության մեջ արբանյակներից, նշանակում այդ արբանյակների եւ քո դրոնի միջև ընկած կապի մեջ ով խառնվեց, կարա տիրապետի։ FPV-ին դա քո թռչունն է։ Ամեն ինչ հավաքում ես դու ես որոշում ինչ ձևով կապը լինի, լարով լինի, թե օդով լինի, ինչ հաճախականություն լինի, ոնց լինի, ուղղտեղ ավելի շատ մտքի պայքար, հա։ Եվ ի վերջո, վերջերս օրինակ բրիտանական զորքերը 90% բյուջեն, որը նախատեսել են ուղղաթիռային զորքերի, տվել են FPV դրոններին։ Պատճառը շատ պարզ է։ FPV դրոնի արժեքը $1000 է, ուղղաթիռինը 55 միլիոն։ Եթե դու $1000-ով կարող ես խոցես 55 միլիոն դոլարանոց սարքը, ուրեմն միգուցե պետք չի ներդնել գումարը 55 միլիոնի մեջ։ Դրա համար, բայց դրոնները ունեն շատ ավելի հետաքրքիր կիրառման տիրույթ, քան դուք կպատկերացնեք։ Այո, պատերազմը այսօր շատ ակտուալ է եւ շատ էժան հակառակորդին ոչնչացնելու միջոց է, հա, այսինքն տանկը 50 միլիոն է, ուղղաթիռը, չգիտեմ, 100 միլիոն է եւ այլն, հա։ Հիմա արդեն FPV դրոններ կան, որ 400-420 կիլոմետր/ժամ են տրնում եւ արդեն խոսք է գնում, որ նրանք նույնիսկ կարող են ինքնաթիռներ խոցել։ Բայց բացի պատերազմը, հաջորդ ոլորտները դիտարկենք։ Գյուղատնտեսություն։ Օրինակ, գինի եք խմում։ Գինեգործները ունեն սարսափելի մեծ տարածքներ, կաթիլային համակարգ ջրովի։ Ամեն օր հովարորդին 100 լիտր սալարկա չեն տալու, որ մարգերով գնա տենա որտեղ է փչացել։ Դրոնը թռնում է, հատուկ խոնավություն չափող կամերայով չափում է որտեղ է չոր, GPS-ը գալիս է տալիս է տիրույթ, թիրախային գնում են, այդտեղի խողովակները վերանորոգում են։ Այսինքն 40 հեկտարում թիրախային հարց են լուծում։ Երկրորդ հետաքրքիրը այնն է, այսինքն հրդեհները այս վերջերս եղել են, ուրեմն ինֆրակարմիր տեսախցիկով հնարավոր է պոտենցիալ հրդեհի հատվածները անտառի ի հայտ բերել օջախները, հայտնել ուրեմն այնին, որպեսզի ժամանակից շուտ դեմը առնեն։ Հա, նախքան հրդեհի սկսել պոտենցիալ տեղը։ Գյուղատնտեսություն, անվտանգություն, բանակ, մեր ամենասիրած delivery-ն, դուք տեսել եք մեր քաղաքում ինչ է կատարվում ավտոմեքենաների չափով, առումով։ Չինաստանում արդեն աշխատում է 8 րոպե է տևում ցանկացած այդ ապարատում պատվիրել ուրեմն պիցցա 8 րոպեում երաշխավորված գալիս նստում է դրոնը եւ քո պիցցան ավտոմատից դուրս է գալիս քեզ։ Ես կարծում եմ այն խելացի մարդը, որ մոտակա 1-2 տարում
բարձրահարկ շերքերի տանիքները, այսպես ասած, կվարձակալի, նա Երևան քաղաքի delivery-ն նոր level-ի Գլոբինգի հետ էին խոսում հենց դրա մասին։ Բայց եկեք փող աշխատենք, բայց իմ ասածն ի՞նչ է։ Հա, այսինքն առաքումը եւս մի հատ ոլորտ է։ Մրցումները, Գարնանը սպասվում է 3 մրցում, յուրաքանչյուրի մրցանակային ֆոնդը 1 միլիոն ու կես։ Այսինքն փաստացի 3 րոպեում երիտասարդը կարող է վաստակել այդքան գումար, եթե մինչև այդ պարապելա եւ գրագետա հավաքել իր FPV-ն։ Okay, մյուս էլի կարևոր հարց, խոսանք մասշտաբների մասին, ինչ քանակությամբ մարդիկ են մասնակցում, ավարտում, ինչքան է տևում, որ տենց պատկերացնենք, ինչքանով է տենց բնակչության բանով ի՞նչ է դառնում։ շոշափելի էլի այդ։ Այս տեխնոլոգիան ողորմածիկ Նիկոլո Տեսլանը առաջինը փորձարկել, երբ որ 100 տարի առաջ ռադիոկապով նավակ է ղեկավարել եւ մարդկությանը ապացուցել է, որ տեսեք, ռադիոկապով հնարավոր է հեռակառավարմամբ տիրապետել սարքի։ Բայց տեխնոլոգիան հասանելի է դարձել լայն հասարակությանը վերջին 10-15 տարում։ Այսինքն այսօր համացանցում կա մոդելները բոլոր, ինչը ոնց զոդել պայքա անել, ծրագրերը open source, լրիվ, այսինքն պրաշիվկեքը ինչ ուզես, մնում է միայն ցանկություն օթում լինել։ Այսինքն 500-ից $1000 մաս Չինաստանից կարող ես առնել, ինդիվիդուալ հավաքել քո դրոնը եւ թռնել ոնց ուզում ես։ Նու հարսանիք նկարելը սուրբա դրա համար չեմ նշում, բայց նաև այդ ոլորտը վերջերս նաև մեծ թաղումներ ես իմացել եմ, որ երբ որ շատ մարդ է գալիս, ուղղակի մի արա։ Այդ տղեկն են ասում, որ հիմնականում հարսանիք է նկարում, ուրեմն որտեղ են որ շատ ավտոներ է լինում, որպեսի փոխանցվի հանգուցյալի այդ կարևորությունը, որ այդքան մարդ եկել է, իսկ սերնդներ փոխանցվի դրոնով նկարում են, որ այդ տրաուրնի պրոցեսյան Մենք աշխատում ենք հիմա դրա վրա, որ տելեմետրիայով on-line դրոնի պատկերը Շարասյան տեղափոխենք այլ աշխարհ։ Դեռևս հաջողություններ չեն գրանցել։ Չես ուղղակի փորձում եմ շարունակել բառազգը, հա։ Բայց մի օր մենք դրան հասնելու ենք։ Իհարկե դա մեր առաջնային նպատակը չի դարեք, բայց մենք դրան գնում ենք։ Ձեր մոտակա 5 տարին է։ Լավ, բայց մեկը մասշտաբը չհասկացա։ 3 ամսում հաստատ երեխուն բերել։ Օրինակ, չգիտեմ, մենք նպատակ ունենք երեխեքի, չգիտեմ, 30%-ին մինչև այս թվականը դարձնենք այս դիրքերի տեր։ Նայեք, դե ինչպես որ Ազատազենի իշխանն է հաշվարկել, որ Հայաստանին 1200 դիպուկահարապետք որ սաղ սահմանը փակի, եթե մենք պաշտպանականից ենք խոսում։ Իմ հաշվարկներով, եթե մենք ունենանք 500-ից 700, այն որ ունենանք օդաչու, մենք կարիքները կփակենք, թե քաղաքացիական, թե զինվորական, բայց ինձ համար դրոն իմանալը այդ հմտությունը ինքը նոր դռներ է բացում, որովհետև ծնողները ովքեր որ ինքը ախր դուք չեք պատկերացնում, օրինակ մեր դպրոց նախ եւ առաջ ծնողներն են գալի։ Այն որ գալիս են, «Էս ինչ կայֆ է, էս ինչ թույն է», ասում եմ դուք եք ուզում սովորեք, ասում եմ, «Չէ», ասում եմ, «Բա ով», ասում եմ, «Ինքը», ես sense ֆռում եմ, մի հատ երիտասարդ ասեց, ես sense հեռախոսը քաշում եմ, ասում եմ, «Դու իրոք ուզում ես օդաչու ունես», ասում եմ, «Չենք կարա», բայց ոնց չենք կարա, ասում եմ, որովհետև դուք եք ոգևորվել, ձեր որդին չի ոգևորվել։ Խնդիրը կայանում է նրանում, որ իր ուղեղը արդեն լվացել է համացանցը։ Եվ եթե մենք թիմ ենք դառնում եւ իր կենտրոնացվածությունը, հիշողությունը եւ նպատակասլացությունը ուզում ենք հետ բերել, ուրեմն եկեք աշխատենք իրար հետ։ Եթե չենք ուզում հետ բերել, ռեաբիլիտացիոն կենտրոն չենք։ Այսինքն ըստ էության մեր մոտ գալիս են ոչ թե նրա համար, որ հարսանիք թաղում նկարահանեն կամ delivery անեն կամ ինչ-որ բան անեն, կամ պաշտպանության, այլ ինժեներական մտածողության համար, որովհետև դուք ինքներդ գիտեք, ինչքան մեծ խնդիր է փաստերի արձանագրելը եւ դրանք վերլուծելը, որովհետև թռիչքի ժամ, երբ որ դու քո առաջի օդանավը սարքում ես, ասենք Սու 35 ես սարքում, լամինատի պատկլատկից, հա, այն որ $60 կարելի է հավաքել այդ ամեն ինչը, քո անունն է, ասենց անուն ազգանունը գրես, որ էսի իմ թռչումն է, հա։ Առաջ անգամից չի ստացվի։ Դու ընկնելու ես, որովհետև աերոդինամիկան է սխալ հաշվարկել, որովհետև մոտորի քարշող ուժը լավը չէր, որովհետև սերվոները սխալ ծռվեցին եւ այլն, բայց սա ոնց որ մարտահրավեր է, որ լավ, ես ինչը սխալ արեցի, որ շտկեմ ու առաջ գնամ։ Այսինքն, ինչպես որ սպորտը միայն մկանների հարց չի, այսինքն եթե մենք կարողանում ենք երեխային
սովորեցնել, որ շաբաթը 3 անգամ ջիմ գնալը դա ստեղծում է առողջ սովորույթ եւ կարգապահություն թե ուսման մեջ, թե կյանքի մյուս հարցերի մեջ, նույնը դրոնաշինությունն է, ինքը ոչ թե նրա մասին է, որ գամ սովորեմ, դնեմ ջեբս ու գնամ մյուս գործերից, այլ այս ամեն ինչը սովորելուց հետո այդ կարողությունները կիրառեմ մյուս ոլորտներում։ Այսինքն, եթե դու մի անգամ ստեղծեցիր թռչող սարք, հագեցրեցիր իրանք ճիշտ պտուտակներով, ճիշտ քարշող ուժը հաշվարկեցիր, Նյուտոնի օրենքը իմացար, նախ եւ առաջ Տեսլային ու Նյուտոնին սկսեցիր իրարից տարբերել, ու այդ ամեն ինչից հետո դա թռավ, դա մոտավորապես վատ օրինակ է, բայց տեսել եք ձկնորսը, երբ որ ձկանը հանում է աչքերի արտահայտություն, այդ տենց արտահայտություն է, այսինքն դու արդեն անկասելի ես, երբ որ դու քո ինժեներական միտքով կարողանում ես սարքը վեր խոյացնել եւ թռնել։ Այդ դրոնները ես ուզում եմ պատկերացնեմ խոսքը գնում է այն դրոնների մասին, որոնք թռնում են Всё что летает։ Իրանք իրանցով են ընկնում ու պայթացնում, թե կրակում են մարտական Սերգեյ կոնկրետ ուզում եմ որ մեկին վերացնի ու անընդհատ հարցազրույցը տալու է այդ ուղղությամբ, բայց օքեյ։ Պրոստը ուզում հասկանամ, էլի, որտեղ սուիցիդալ դրոններ են։ Դե իրենց կիրառությունը, էլի, օրինակ դրոնի ձիրքը ունեցար, դու արդյոք ամեն մեկը կարող է ունենալ դրոն, արդյոք ամեն մեկը կարող է ունենալ դրոն, որը կարող է խոցի ինչ որ թիրախ ու ինչ տիպի FPV FPV, first person view, you know English, I know։ Բայց FPN էր, չգիտեմ խի FPN էր տպավորել ու ես գիտեմ որ այդ դրոնների իրանց գրավչությունն նրանում է որ իրանք էժան են ու ափսոս չի որ իրանք տենում են թիրախը խոցում են թիրախը մարդու կյանքը եթե գնահատում ենք $800, ափսոս չի։ Շախիդ են, Ինչ տիպի դրոններ են, այսինքն դրանք իրական, հա, մարտական տեսանկյունից, այդ են դրոններն են, որ իրանք իրանցով են խոցում, թե իրանք ինչ որ կրակում են։ Երկուսն էլ կա։ Թե գցում են ինչ որ մի բան, նաև Ուկրաինայի այդ Telegram ալիքներում դից շատ դրոններ, պրոստը վերից ինչ որ взрывчатка են գցում։ Նայ, եթե պատերազմից ենք խոսում, պատերազմները հաղթվում են եւ պարտվում են մտածողությունից, ոչ թե տեխնիկական միջոցներից։ Ուկրաինան ուղղակի հիասքանչ տեղ է դրոնների համար, դրա համար դրոնները այդքան տեղ ունեն։ Ինչու՞, որովհետեւ անծայրածիր, այո, ուղիղ դաշտ է, դա ուղղակի իդեալական է դրոնների։ Հայկական լեռնաշխարհում կամ ձորակ է, կամ բլուր է եւ սիգնալի անընդհատ խնդիր կա։ Այսինքն ստեղ լուծումները ինժեներական այլ են։ Եթե դու ուզում ես խոցել ինչ-որ մեկին ձորակից են կողմ կամ բլուրից են կողմ, ուրեմն քեզ միջանկյալ մի հատ էլ դրոն ստեղ է պետք, որը ռետրանսլյացիա կանի սիգնալը, որ դու անընդհատ տեսնես ուր ես գնում։ Այսինքն մեր մոտ մի քիչ ամեն ինչը բարթանում է։ Չինացիները հասել են կատարելության այս ամեն ինչում իհարկե, նրանք արդեն ոնց որ AI-ը այն աստիճանի են սերմանել դրոններում, որ քիչ-քիչ մարդուն հանում են Այդ է ուզում ասեի, այս արդեն ժամանակի դեմ ոնց որ բան է, էլի միջով այդ սարները sense պատրաստվեն, բան, իսկ թվում է դրոնները տենց ամբողջությամբ AI-ով են կառավարվելու։ Արդեն կառավարվում են, այսինքն հրահանգիչը կամ օթաչուն ինքը ուղակի Հարսանիք նկարելու ստուգում է դրոնները ու այս ուղղությամբ 50 հատ թողում է։ Այդ 50 հատից բոլորը կամերաներով են, որ իդենտիֆիկացնում են մարդուն ու գնում են վրա։ Սա մի քանի առավելություն է տալի, նախ դու կախվածություն չունես սպուտնիկներից եւ ուրիշ բաներից, այսինքն քեզ խլացնելը դժվար է, եւ երկրորդը արագությունն է, այսինքն պատերազմներում ամեն ինչ արագ է պետք, իմիջիայլոց երբևիցե մտածել եք ինչու ռուս-ուկրաինական պատերազմը դժվար է առաջ գնում կամ հետ գնում, որովհետեւ նայեք վերջի 5000 տարում հաղթել է այն զորքը, ով որ անակնկալի է բերել դիմացինին։ Հիմա անհնար է անակնկալի բերել, որովհետև թե այս կողմը, թե այս կողմը դիրքերի վերևում 24/7 բոլոր տեսակի կամերաներով, թե վիզուալ, թե ինֆրակռասնի, թե ինֆրաեսի ինչ ասնի, վերահսկում է դիմացինին, այսինքն հենց որ դու զորքերի տեղաշարժ ես անում 0.2 վայրկյանում, այս մի զորքը արդեն գիտի, որ ինչ-որ մի բան նախաձեռնում։ Մենք քնած էինք էշի ականջում։ Չէ, իսկականից էլի, գոնե դիտարկելու համար ինձ թվում է տենց։ Դիտարկելու համար խելք կա ամեն ինչ կար, այդպես եթե տեսնեք այդ պահի դրոնները, լրիվ թերիկ։ Ամեն ինչ միշտ կա, ցանկություն չկա ու խելք, вообще նկատել ես Նարեկ ջան, հայերը երկու խնդիր ունեն։ Մեկ խելքից չեն բողոքում, միշտ կա։ Տենց հայ տեսել ես, որ ասի, աղբեր ջան, խելքս պակաս է։ Կա տենց։ Մեկ է բախտից։ Իսկն այդ երկու հարցն է, մենք բախտը ու խելքը միշտ կա, այն մնացածը կարա թերանա, ֆինանսները, բանը,
Բայց այս երկուսը Բայց հիմա պետական ստրուկտուրաները պաշտպանության նախարարությունը սրա մեջ տեսնում է ուղղություն, որը պետք է մեծ զարգացնել, գաղտնիքներ չեմ խորացնել։ կարող բացեմ, իհարկե տեսնում եմ, իհարկե ժամանակին համընթաց է գնում, մենք ոդքասթ ունենք ԱԹՍ-ների մասին, փորձում ենք հետաքրքիր մարդիկ հրավիրել, բայց իհարկե շատ բան չեմ կարող բացեմ ստեղ, չեմ կարող ասեմ գործարանները որտեղ են, չեմ կարող ասեմ մասշտաբները եւ այլն, բայց եթե դու այսօր ցածր ավիացիայում դրոններում չկաս, դու չկաս ընդհանրապես։ Խայտարակ պայքարա այսօր ամբողջ աշխարհում ցածր ավիացիայի համար, այսինքն միջև 100-150 մետրը ով կլինի ամենաուժեղը բոլոր երկրների մեջ։ Ինքը նոր ոլորտ է ու ինքը առնվազն 8-9 ոլորտ սպասարկում է, որտեղ շինարարություն, ճարտարապետություն, կադաստր, բոլորը այսօր ուզում են դրոնի մեջ մտնել, ես վերջերս նույնիսկ մի հատ ապահովագրական ասում եմ, կլինի էլ մարդ չուղարկենք դուք ձեր դրոնով թռնեք բան, այսինքն չկա մի կառույց, Հա, տրաֆիկի խնդիրն էլ կարելի է, էլի, դրանով բժշկական կենտրոններն են ասում արունը ստեղից Գյումրի հասցնենք, բան, մենք ունենք մոդելներ 1.5 լիտր բենզինով, ուղիղ գծով կարան թռնեն Երևանից օրինակ Գյումրի բենզինով աշխատում ձեր դրոնը։ մեր դրոնները տարբեր են, կան որ մարդկոցներով են, կան որ բենզինով են, կան որ թևավոր են, կան որ պտուտակավոր են, այստեղ գնում է օրինակ 3 տեսակ դրոններ կա, թևավոր, դրանց համար վազքուղի է պետք, պտուտակավոր, ոչ մի բան պետք չի ձեռդ վրից ես թռցնում, եւ հիբրիդ, համեն, այսինքն վերտիկալնի վզյոտ, ուղղահայաց թռիչք եւ ուղիղ գնալ, այսինքն թռիչք ուղի էլ պետք չի։ Այսինքն այնքան բազմաշերտ է այս ամեն ինչը, այստեղ կարևոր է մտնես այդ ոլորտի մեջ, բայց նույնիսկ իր մեջ տրոհումներ անում են, օրինակ այդ արյան սեմպլները աշխարհում արդեն հասցնում են։ Աշխարհում անում են, մեզ մոտ այդ ամեն ինչը կաղում է, որովհետեւ Վալոտ Պապին 1000 դրամով Երևանից ստանում է այդ արունը Գյումրի եւ իմաստ չունի դրոն ակադեմիային 50,000 դրամ տալ, որ տանեն։ Բայց հնարավոր է մի օր կգային այն հարցը, որ մարդու կյանքը ավելի կարևոր է մեր երկրում, հələ որ կարևոր չի։ Հələ որ ուղղաթիռ ուղարկում են այդ ամենաթանկը։ Բայց մենք օրենք չունենք, դաշտը շատ չկարգավորված է, բոլոր դրոն ակադեմիաները իրենց համեստ են պահում, որ հանկարծ safety first մի խնդիր չլինի, որևիցե մեկը չտուժի, ռեպորտաժ չնկարեն, որ մենք բնականon զարգանանք։ Այդ դաշտի մասին եմ ուզում խոսամ ու շատ հատկանշական որ հենց դու էիր, որովհետև ժամանակին դուրս եկավ քո հարցազրույցը Վլադիմիր Գասպարյանի հետ, ոստիկանապետի հետ, ու շատ էպիկ հարցազրույց էր, ու այնտեղ ինքը մի հատ բան ասաց, որը պրինցիպի ահագին սրտովս էր, որ պատում էր ոնց էին իրան, չեմ հիշում, Դանիել Յովանեսյանը թե հետ կը նկարում էր իր դաչան, ու ասում է դու ես նստած եմ եկել տեսամ դրոն եկավ, ու մարդու մոտ բնական ցանկություն առաջացավ վերցնել հրացանը ու խփել դրոնը, որը քո տարածքի վրա վեթում է։ Ու աշխարհում էլ էս խոսակցությունը կա, որքան է այսի մտնում մարդու այտենց անհատական անձնական տարածքի մեջ, որովհետև հիմա որ մտածում եմ, եթե ես ունենայի դաչա, ես չի ուզենա Արմանը իր դրոնը ասես բերի նկարի իմ սախտումը։ Ունենք այդ դեպքը, ընկերներից մեկը գնում։ Որտեղ աստեղ գիծը եւ արդյոք համաձայն էր այդ պահին Վլադիմիր Գասպարյանի հետ։ Այո, համաձայն եմ, որովհետև պետքա համաձայնեցնել թռիչքները ամեն։ Այդ էթիկայի կանոնները մեր մոտ շատ է կաղում, հա։ Ես իրեն հանգստացրի, ասեցի դա իմ դրոնն է, Սևանի ֆիլմն էի նկարում, լավավոր չէ իհարկե։ Հա, բայց գլոբալ շատ ծիծաղալու кейս է սա, ընկերներից մեկը Չինաստանից գալիս է, իր հետ դրոն է բերում։ Դե բնականաբար, դե որ դրոն է բերում, պետք է թռնի։ Դե թռնում է, այտենց թաղամասը չեմ ասի, բայց այտենց ոչ կարիքավոր մարդկանց թաղամասում թռնում բացի։ Հագնի։ Չէ։ Թռնում է այս կողմը։ Հետո հարևաններին, որ փողոցում տենում, ստիպած խոստովանում։ Ներքին Ղարաբաղ։ Ասում է ժողովուրդ, вообще դրոնը որ կա, դա ես եմ հավեսանում։ Վայ, ասում է ցավը տալեմ, լավ է, ասեցիր, մեզ թված քաղաքապետարանն է թվում, որովհետև մենք $500,000 տներ ենք սարքել ապօրինի տարածքում։ Մեզ թվում է գույքագրում են, որ մեզնից խլեն։ Արա։ Դե օրինակ միություն էլ կարա վերականգնի։ Հա, բայց ո՞նց հայտի դրա օրենսդրություն պետք է գա, չէ՞։ Օ, շատ բարդ հարց է։ Եվ որտեվ նա, եթե ես հանրային պաշտոնյա եմ եղել, հա, գուցե այդ ինչ որ տենց մառալնի մի քիչ բացում է այդ թեման։ Դեռ չենք կարող արդյոք հանրային շահը հետապնդող NGO-ն կարա թռցնի նկարի ես ինչ փողեր եմ բան։ Այդ մի քիչ է տենց։ Բայց եթե ես տենց ինչ որ գործարար եմ, տենց ոչ մի հանրային փող չեմ ստացել, խի պետք է մտնեն իմ կարիքավոր օլիգարխ եմ։ Ես շորտիկով
նստած արևայրուկ ընդունեմ ու ինձ իմ բակում Վերջի հետաքրքիր кейսը Ֆրանսիայի իշխանությունն էր, որը Ֆրանսիայում դե ջրավազան ունենալը սեփական տանը շատ թանկ հաճույք է։ Իրենք դրոններով ուղակի գույք ագրերեցին ապօրինի ուրեմն բասեինները եւ 14 միլիոն եվրո բերեցին բյուջե։ Հիմա մի կողմից մարդիկ կարան բողոքեն խի ես ինչ շորցիկով նկարում, մյուս կողմից ինչ ես սարքե բասեին առանց թույլտվության քաղաքապետարանի։ Դրա համար էս պայքարը ինքը հավերժ է, ինքը տենց էլ լինելու է, բայց այո, գետնի վրա էլ տեղ չկա, ես առաջարկում եմ բոլորիս օդ գնանք եւ օդից միմյանց վերահսկենք եւ լինենք օրինապաշտ։ Ես վերջում առաջարկում եմ մի հատ դիմես այն մարդկանց, ովքեր պոտենցիալ ճիշտ կլինի, որ իրենք մասնակցեն, դիմեն կամ իրանց երեխաներին բերեն դրոն ակադեմիա կամ դրոնի Սերգեյ, նայ, քանի որ 12-ից 80 տարեկան են աշակերտները, այս հարցը շատ պարզ է։ Մինչև 25 տարեկանները շատ ավելի արագ են սովորում թռնել, բայց սարսափելի կաղում են թեորիայից, այսինքն իրենց վերամբարձ ուժը բացատրել եւ մյուս թեորիան, որը անհրաժեշտ է օդաչուին, հա, շատ դժվար է բացատրել, շատ ավելի մեծ ժամ։ հասկան վերամբարձ ուժը։ No. Oh my god, 25+ շատ լավ են սովորում, շատ լավ չխորել։ Շատ լավ են սովորում, բայց իրենց մոտ արդեն կարծրացած է ուղեղը, շատ դժվար են իրենք այդ 3 տիրույթում թռնում։ Բայց ես խորհուրդ եմ տալի բոլորին, ինչու, որովհետև ինքը մի քանի անգամ պատկերացրու մի հատ ես օրինակ զգացել եմ, որ բիզնեսում ավելի արագ են որոշումներ կայացնում, որովհետև երբ որ դու ռեյս ես քշում եւ 0.15 վայրկյանում պետք է որոշես շենքի կողքով ես անցնում թե խողովակի միջով, այդ անընդհատ միլիվայրկյաններում որոշում կայացնելը օդում ինքը ինչ-որ մի բան ստե ճտտացնում է։ Ես հիմա չգիտեմ ինչա ճտտացնում, բայց ճտտացնում է եւ ֆորմացիան մտածելակերպի ուղեղի փոխվում է։ Ինքը նոր հմտություն է, ինքը անտիստրես է հոյակապ։ Հոյակապ անտիստրես է, հա, կարող եթե Կարան գանք մի օր քշենք։ ոչ թե կարա վերամբարձ բացատրենք։ Ոչ միայն, մենք ակադեմիայում թռնում ենք փոքրիկ դրոններով։ Տանիքից թռնում ենք ընդհանրապես, սիմուլյատորներով թռնում ենք, շատ հավես է, որովհետև նայեք, ոչ ֆորմալ կրթության խնդիրը ո՞րն է։ Մենք անում ենք այն, ինչը չեն անում համալսարանները ու դպրոցները։ Մենք զորով գիտելիք չենք տալի։ Այսինքն, երբ որ գալիս է մեր մոտ աշակերտ, վստահ, ես ուզում եմ սովորենք, ասում ենք չէ։ Դու դեռ պատրաստ չես այս որոշման։ Որ քանի տարեկանից 12+։ 12+։ Դու Անձրևի հասնում ես։ տակ 4 ժամ նստի, հա։ Չէ, չէ, այդքան դաժան չէ։ Մենք տանում ենք սիմուլյատրի սենյակ, որտեղ ինքը 95%-ը համապատասխանում է իրականության։ Ընտրում է աշխարհ, ծառեր, հրաբխներ, ինչ ուզում է։ Եվ այնտեղ փորձում է թռնի։ Այո։ Որից հետո տանում ենք զոդման սենյակ, ասում ենք հələ մի հատ զոդում արա, մի հատ տես այդ կանիֆոլի, այդ օլովի հոտը դուրդ գալիս է, թե չէ։ Ստեղ 100% ռեզուլտատ ենք տալի, ջահել, ահել, հենց որ պայկա զոդում տալիս ես, հեռախոսը 0 է։ Հələ ես մեկին չեմ տեսել, որ այդ գործը անելուց մտնի հեռախոսի մեջ։ Ծնողը բնականաբար այս ամեն ինչը տեսնում է, հետո տեսնում է մոդելները, հետո տեսնում է տարբեր տարիքային խմբի։ Իմիջիալը շատ դժվար է դուս անել աշակերտներին, որովհետև երբ որ բազան ճիշտ է ստեղծում, իրանք դասից հետո մնում են, ինչ-որ բաներ են տաշում, ինչ-որ բաներ են կտրում, սեփական անունով մոդելներ են սարքում, բան, այսինքն ինժեներական մտածելակերպը ամենակարևորն է այսօր, ցավոք մենք շատ սիրված մեր բակը ունենք, որտեղ ինժեներ բալան տենց մի քիչ սխալ ուղղությամբ գնացինք, բայց այսօր տեխնոլոգիաներում չլինել նշանակում է հետ մնալ ընդհանրապես կյանքից։ Սա իմ խորին համոզմունքն է։ Եվ ուղղակի AI-ի մասին չի խոսքը, որ ChatGPT-ին մի բան գրես, այլ գրես մի այնպիսի ծրագիր, որ դրոնը գնա կատարի միսիան վերադառնա տուն։ Այդ դրա այդ բերկրանքը հաճույքը, որ դու ունես սեփական օգտագործման թռչուն, որը քո խելքով ես պատրաստել, դա ոչ մեկ չի կարող քեզնից խլել։ Լսի, sense ինձ նախ ավոր դզում է ինչքան ոգևորված ես դու այս ամեն ինչի մասին խոսում։ You know me, man. Որովհետև հա, այն մյուս հարցը դու նաև շատ լրագրողական բեքգրաունդով Սևանի քո վավերագրական ֆիլմը ասցիր, ով չի տեսել Արմանը Փայլուն ֆիլմեր նկարել, որտեղ բոլոր վտանգներն էր Սևանի պատմում եւ ինչ հետևանքներ երկրի համար դա կարա ունենա, եթե ուշադիր չլինենք։ Չես ափսոսում, որ դուրս եկար այդ ոլորտից։ Լսի, ես նախ արի հասկանանք խի դուրս եկա։ Խի դուրս եկա։ Որովհետև իմ վերջին ֆիլմը, որի համար այո շատ պարտեմ, ինքը ընկավ այն շատ վատ ժամանակաշրջան 20 թվից հետո, երբ որ մասունքներ էին ման գալի երեխաների
որդիների ձորակներում եւ սարերում։ Ու ես Դե հա, թվում ա, ու թե ես արդեն հասկացա, Սևանը այն որ կարևորությունը երկարաժամկետ կարևորագույն ֆիլմեր նկարահանելը հիշողություն չունեցող հասարակության համար անիմաստ է։ Այսինքն լրագրության գերխնդիրը որն է, որպեսզի 4-րդ իշխանության դերը կատարի եւ հասարակությանը տա ազդակներ դեպի ուրա պետք շարժվել։ Բայց երբ որ նյութականացումը եւ հիշողության կորուստը հասնում է այն մակարդակի, ես թույլ տվեք մեր հրանտ մեջ բերեմ մեր լոռեցուն Մաթեոսյան հրանտին, որ ասում է չկա մի ազգ, այսինքն սովետի ժամանակա գրել էս ամեն ինչը 20 թիվը չի տեսել, հա։ Չկա մի լեռ, որ մի այսպիսի անողնաշար ազգ երկնի, որը ծափահարություններով գնում է դեպի ինքնաոչնչացում։ 20 թվից հետո համ իմ մեջ շատ բան կոտրվեց, համ հասարակությունը ցնդեց իմ աչքի առաջ, ով մտածող է, վերլուծող է եւ այդ վերլուծության հիման վրա որոշումներ կայացնող է։ Եվ ես ինձ անպիտանի զգացի, անկեղծ որ լինեմ, ասենք պարզ օրինակ եմ բերում։ Եթե դու 20 թվի նոյեմբերի 9-ից հետո զինվորականների հետ ձայնագրել ես հարցազրույցներ ու չես կարող միջև հիմա ֆիլմ հավաքել, որովհետև այդ մարդիկ բանտում կհայտնվեն, որքանով իմաստ ունի քո արած գործը։ Այսինքն առօրյա լրատվությունը իմը չէր, ես սիրում եի հետաքննությունը, իսկ խոսել այն երևույթների մասին, որոնք ինչպես Սևանի ֆիլմը ոչ մեկին հետաքրքիր չի, որովհետև եթե դու Սևանի ֆիլմում խոսում ես, որ եթե մակարդակը բարձրացնենք, Երևանում շոկ չի լինի, կլիման կլավանա, մարդը զոհվածի մասունքներ ա ման գալի, իրան հետաքրքիր չի 30 տարի հետո ինչ ա ալնելու։ Հա, սա ոնց որ խոսես հիմա fast food ուտող երիտասարդին բացատրես 30 տարի հետո քաղցկեղի հավանականությունը ինչքանով կմեծանա։ 20 տարեկանը թքած ունի 30 տարի հետո ինչ ա լինի։ Այս իմաստով ես ինքս ինձնից հիասթափվեցի, թե ես ինչով եմ զբաղվում, եւ երկրորդը, երբ որ տեղափոխվեցի այս կրթական ոլորտ, ես հասկացա, որ գնալով սերունդը ավելի է դեգրադանում այն իմաստով, որ հիշողությունն է կորցնում, որովհետեւ նույն Հրանտ Մաթեոսյանը ինչ է ասում է ինչով է տարբերվում մարդը կենթանուց։ Հիշողությամբ։ Այսինքն երբ որ դու ոչխարի գառին մորթում ես, ինքը այդ պայն միգուցե տխրում է, բայց 25 րոպե հետո էլի խոտ ա ուտում։ Այսինքն մոռանում ա, որ իր ձակին մորթել ես։ Ու հիմիկվա հասարակությունը, քանի որ այդ հիշողությունը չունի, ինչ ա եղել 20 թվին, 20 թվից հետո ովքեր ուր վերադարձան, ինչու ենք մենք անընդհատ լամբադապարում այդ փոցխերի վրա քաղաքական դաշտում, ինչու մենք չգիտենք ուր ենք գնում, հանուն ինչի եւ ոնց։ Ինչ ենք անթադ շփոթում Շալախոն Լամբադայի հետ։ Վերջ հարց, որ ինձ Ես վիրավորեցի քեզ։ Հա, այս իմաստով նաեւ շատ կարեւոր է որ մարդը հասկանա ինքը օգուտ բերում է թե չէ։ Այսօր օրինակ, հա, մեր սիրելի հետքը։ Հա տպում է, հա, 22 միլիոն տալիս են ծափահարողներին, հա, հոդված է տպել։ Եվ ու ինչ որ բան փոխվում, այսինքն պատկերացնեք մենք այս podcast-ը անում ենք եւ 0 մարդ է հետաքրքրվում դրոններով կամ subscribe չի լինում։ Իմաստը որն է, չկա այդ իմաստը, հա, այսինքն մենք առնվազն մի հոգի, երկուսս էլ ուզում ենք, չէ՞ որ ձեր մոտ բաժանորդագրվեն, ինձ զանգահարեն։ Լրագրությունը այսօր about nothing, այսինքն հենց ինքը հասարակությունը պահանջում է քարոզչություն, այսինքն այն բալանսավորված, անաչառ լրագրությունը, ողնաշարը, որ եղել է, երբ որ մենք եղել ենք երիտասարդներ եւ միասին էինք աշխատել։ Ինքը հիմա չկա, հասարակությունը դա չի պահանջում։ Դա անդառնալի է։ Այդ անդառնալի է ու ամբողջ աշխարհում։ Okay։ Հա, ես դա զգում եմ Իտալիայում, ես դա զգում եմ Ամստերդամում, այսինքն Պակալենիա Y-ն ասում ես 2010-ից արդեն Zoomer, ոտ, հա, օրինակ Իտալիայում, հա, պրիմիտիվ օրինակ, ես կանգնած եմ ուրեմն պիցայի հերթում, մի հատ երիտասարդ աղջիկ կա նաուշնիկներով, ես սենց խփում եմ, տիպը անգլերենով քուրս կարող է, ասես այս տալոնչիկը որտեղից է, ոնց որ սոված ենք, էլի, մենք էլ ենք ուզում պիցա ուտենք, բան։ Հա, մեկ էլ այն կողմից մի հատ լավ հոպար, տենց կատնակեր են, որ իտալացի հոպար, սենց վեր կացավ։ Presto, porzionai contro tutto magic veres bello ուզում ասի տղա ջան դու չես տենում ես իսկի նաուշնիկը չհանեց որ լսի տենա դու արի բալա ջան արի տանեմ ցույց այսինքն ես ոչ մի բան չհասկացա իտալերենից բայց բովանդակությամբ ես հասկացա որ այս generation gap այսինքն այս սերունդների բախումը կա
կան մարդիկ, ովքեր սիրում են իրենց երկիրը եւ ուշադիր են տուրիստների նկատմամբ, եւ կան մարդիկ ուղղակի թքածում Հա, են բայց այս խոսակցությունը ինքը միշտ ա եղել։ 80-ականներին միշտ եղել է, բայց համա դեբիլացում այս աստիճանի չի եղի, խոստովանիր։ Թե պրոստը ես պրինցիպի համաձայն եմ, որ տենում եմ ինչ-որ անդառնելության կետ ենք ասում, դա արդեն համաշխարհային այն առումով, որ ամենտեղ ինֆլուենսերը, ով որ կարողանում է իր վրա շատ ուշադրություն բերի, ինֆլուենսեր քաղաքական գործիչը հասնում է հաջողությունների, դա Տրամփն է, դա Զելենսկին է, դա Նիկոլն է, դա շատ համատարած է։ Բայց մյուս կողմից դա ոնց որ всё, էլի, փաստորենով ամենաշատ ուշադրությունը կարողանագրավի ինքն է ամենտեղ հաղթելու։ Էսին ոնց որ ստացվում է արդեն այդպես մերիտոկրատիայի վրա չի։ Չէ, արի հասկանանք ինչն է հաղթանակը։ Հիմա մնալ լրագրության մեջ։ Չէ, քաղաքականությունում իշխանության գալն ենք, հա, ընտրություններում հաղթելն ենք հասկանում հաղթանակը։ Հիմա որտեղ մեկը կարողացավ ամենաշատ view-երը ապահովել, ընդ որում արդեն գալիս են, որ կապ չունի, դու կարող ատելով ես նայում։ Չէ, որտեղ վնես չի, որ բոլորը հրճված նայում են, թե որ երկի տակ էս սրտիկ եղավ։ Բայց իտոգում նայում են ու էդի ինչ որ չափով հետո վերածվում է ձայների։ Դες ժխտել որ էդի վերածվում է ձայների արդեն լուրջ Ինչ չի։ համար ես ասում, դա որպես ինչ Ուզում եմ ասեմ, հիմա Արմանի պատմածը նրա մասին է, որ անդառնալի է, մեդիան կորցրեցինք, քաղաքականությունն էլ ենք ոնց որ թե կորցնում։ Հա, բայց դու Արմանին ասացին դուցում չես տալի։ Ասել եմ սկզբից, դու ուղղակի չեք լսում։ Կրթություն, մշակութային դաստիարակություն, որովհետև Չինաստանից եւ Ճապոնիայից խոսեցինք։ Եկեք այս օրին իմաստը իմ լավ դրոնավար լինելը կամ լավ էկոնոմիստ լինելը կամ լավ մաթեմի ուսուցիչ լինելը, եթե վերջում ինձ գալու է կառավարի այն, ով որ ամենաշատ լայքերը ստացած social media-ում։ Եթե կարճ դիստանցիայում ենք նայում, ուրեմն ոչ մի բանով պետք չի զբաղվել, մի հատ թոք տվեք, երեքով կախվեք։ Բայց եկեք մի քիչ երկար նայենք, հա։ Դա էր ուզում, հա։ Հա, եկեք մի քիչ Չէ, բասի։ Կա երկրորդ ճանապարհը։ Եկեք մի քիչ երկար նայենք, հա։ Ինչ եք դուք ասել այս ամեն ինչին, հա։ Ես հոյակապ հիշում եմ, մի անգամ մենք Նարեկի հետ խոսում էինք, ես ասում էի, Նար, ամենաբոցը, որ դուք Arm Comedy եք անում, podcast եք անում, որ նա ասեց, ար շատ པարզ է այդ բոցը։ Ես հանդիպում եմ նախկին դասարանցու, չգիտեմ, հարևանի աղջկան եւ այլն, որը հարցնում է, Նարեկ ջան, ինչով եք զբաղվում։ Ես իրան ասում եմ, դե Arm Comedy բան, ասում է, լավ է հասկացանք, բա ուրիշ։ Դա ես չեմ ասել։ Չէ, որտեվ ինձ էլ են չէ, իսկական գործ չունես, ասում եմ։ Եթե ձեր գործնեությունը, չէ, եկեք կոնկրետ, եթե ձեր գործնեության ողջ իմաստը այն է, որ ձեր նախկին դասանցին չհասկանա, ինչ թիմ է աշխատում տեսախցիկից այն կողմ, ինչքան գրագետ է լույսը, ինչքան գրագետ է մոնտաժը, ինչքան ինֆորմատիվ է այն ինչ որ դուք անում եք, արդեն 10 քանի տարի, արդեն չեմ հիշում, երևի 20 մոտավոր, հա, եւ ինչքան դժվար եք դուք հավաքել այդ 200,000-ը, որովհետեւ դուք տենց 200 չենք հավաքել։ Հա, այսինքն այս 15 տարի ես գիտեմ որ անում եք, բայց տենց 100,000 չշպրտեցիք, չէ՞ որ դա լինի։ Հոյակապ օրինակ կա կարամ ասեմ, ուրեմն երբ որ ես իմ առաջի զակուպն էի անում Amazon-ից դրոնների եւ կալորիկ գումար ուղարկեցի Amazon-ին $25,000, հաջորդ օրը այդ գումարը հետ եկավ։ Բացատրությունը շատ པարզ էր ու ես այս պատմությունը շատ եմ սիրում պատմել երիտասարդներին, որովհետեւ ես ասում եմ Ժողովուրդ ջան, մենք սաղս փող ենք, չէ՞, ուզում սա, հա, փող եք ուզում, բրա, միայն այդ։ Ասում եմ ես լավ պատմություն ունեմ ձեր համար։ Տեսեք, ես $25,000 ուղարկեցի ԱՄՆ, հաջորդ օրը իրենք հետ վերադարձրին, որովհետև ասեցին դուք Ռուսաստանի գուբերնիան եք, շատ հնարավոր է դուք դպրոցի համար չեք ուզում ուղարկելու եք պատերազմ, իսկ մենք խնդիրներ չենք ուզում ռեպուտացիոն։ Այսինքն, հարգելի երիտասարդներ, բացի փողը կան այնուամենայնիվ բաներ, որոնք ավելի կարևոր են, հա, network, reputation եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այն ինչ որ ունեք դուք, դա ուղակի բլոգերություն չի, դա սիստեմատիկ, կարգապահ աշխատանք է եւ ես գիտեմ թե ինչ ինքնուսուցումով եք դուք այս ամեն ինչին հասնում, այո, սա парքի պահն է, սա վայելել է պետք, որովհետեւ թուրիմացաբար երիտասարդները կարող են մտածել, դե ինչ են անում, սիրոգն ու Նարեկը, լալալուլու են անում ու 150,000 ասենք ունեն ու ված չի, հա, ոնց որ բայց ես այն հին դինոզավրն եմ, ում աչքի առաջ այդ 15 տարի ամեն շաբաթ այդ սցենարները գրել, կոմպյուտերի հետ կռվել, տպել մեջտեղից ճղել այդ A4-ը տեսել է։ Ու ինձ համար սա օրինաչափ է։ Ինչպես նաև օրինաչափ է, որ փողը հարց չի լուծում։ Այսինքն այդ հիմնական երիտասարդական թեզը
Փողը լինի, հարցերը կլուծենք, մութ տեղը լույս ա տալի, ես կոտրում եմ մի անգամից։ Ես ասում եմ դուք կարող ա հոյակապ օթաչուների ակադեմիա ունենաք, լավ մտքեր ունենաք, ինժեներական մտածելակերպ ուզենաք սերմանել, բայց չկարանաք, որովհետև ինչ որտեղ գնում է պատերազմ, ձեր երկրի հանդեպ վստահությունը քիչ է եւ ինչ որ մեկը թքած ունի ձեր տված փողի վրա ու հաջորդ օրը հետ է նստեցնում քո հաշվի համարի ու գնա գլուխը ջարդի ոնց էս լուծում այդ խնդիրը։ Well, այս բարետեսական նոտա, այդ բառը լավատեսական նոտայի վրա։ Ի՞նչն է լավատեսական։ Դիմեք Drone-ի ակադեմիա, ուղարկեք ձեր։ Ոնց դիմեն ձեզ։ Ես կխնդրեմ ընդամենը հեռախոսահամարը թող։ Հա, ընդամենը գրում եմ Wish Up Drone ակադեմիա, Facebook, Instagram, TikTok։ Wish Up Drone ակադեմիա։ Wish Up, ցանկություն լինել վերևում։ Շատ կարևոր է։ Մենք չենք ընտրում այն աշակերտներին ընդհանրապես ում աչքը չի փայլում։ Այսինքն, եթե դուք այսպիսի ապակե հայացքով եք գալի, ասում ենք չենք ընդունում։ Ասում ենք, բայց խի չեք ընդունում։ Ասում ենք, որովհետև աչքդ փայլ չունի։ Իսկ ում աչքը փայլ չունի, նա օթում գտնվելու իրավունք Սիրելի չունի։ դախ մարդիկ, ո՞ւմ դիմեք։ Եթե ձեր աչքը փայլում է, Այ պետք է ոնց որ Արմանը ոգևորված, այս ոչ դզեց։ Էդի օթում լինելուց հասկապես, որովհետև դուք մահկանացուները գետնի վրա եք Մի ապրում։ հատ փոքրած բան Սևանի դոկումենտալ կան YouTube-ում կա։ YouTube-ում կա Սևանը Սևան գտնենք description դնեք, voice տվեք, վերնենք։ Սևան Էկովեթինգ 3 տարի ենք նկարահանել 80 ժամ, ֆիլմը 56 րոպե, այսինքն մի ժամ օգտակար նկարահանումից նույնիսկ մի րոպեն տեղ չի գտել 56 ֆիլմում։ րոպե, ասենց եզրին պահում է նստարանի, շատ Շնորհակալություն։ հետաքրքիր։ Արման ջան, շնորհակալություն։ Մեր հյուրներ Վիշապ Դրոն ակադեմիայի տնօրեն Արման Սուլեյմանյանը, հարցեր, մարցեր կոմենտներում բաժանորդագրվեք, լայքեք եւ փայլ թող լինի ձեր Այդքան էլ աչքերում։ անեք հերիքա, բայց հա, փայլ ցանկալի է։ Չէ, մենակ փայլը չի, գետնի վրա ճշմարտություն չի մնացել, ժողովուրդ, եկեք ձեզ տանեմ օդ։ Գնացինք։ Поехали, ինչպես ասում էր Գագարին։